Վահագն Ալեքսանյան հաջորդ հարցի համար համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, իմ հարցը հետևյալն է մեծ հաշվով։ Արդյոք դուք դատապարտելի համարում եք խորհրդարանի այս դահլիճում քաղաքացիական պայմանագրի եւ Հայաստան խմբակցության կողմից հաճախ տեղի ունեցող կամ նախկինում տեղի ունեցած վեճերը կամ որոշակի իրավիճակները հավասարապես դատապարտելի համարում եք ՔՊԻ եւ Հայաստան Դաշինքի կողմից։ Դատապարտելի եմ համարում իմ գրեթե բոլոր ելույթների ժամանակ գրեթե բոլոր ես նշել եմ, որ պետության եւ իշխանությունների կայացման գործում ամենակարևոր լծակներից մեկը ընդդիմությունն է։ Ես կուզենայի, որ մեր ընդդիմությունը այսօր մեր իշխանությունների եւ կոնուսը լիներ եւ տորմուսը կներեք բառերը այս պահին հայերեն չհիշեցի եւ ոչ թե ով է լավ, ով է հայրենասեր, ով է քիչ հայրենասեր, այս անպտուղ բանավեճերի մեջ մեր ժողովրդին մոլորեցներ, առանց այդ էլ մեր մոլորված ժողովրդին, որը հարուստ պատմություն ունի, շատ հարուստ պատմություն, բայց պատմական գիտակցություն չունի։ Իսկ եթե պատմական գիտակցություն չունի, դրա մեջ մեղավոր ենք մենք, ընդդիմությունը, դիմությունը, մտավորականությունը, բոլորս։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն, այսպեսով կարելի է արձանագրել, որ պարոն Հակոբյանը դատապարտում է ցանկացած վատ բան։ Այսինքն ստեղ քաղաքական որևէ մոտիվացիա որպես այդպեսին տեսնելը շատ դժվար է, պարոն Մինասյան, իմ համար դա գերակնհայտ է ուղղակի, էլի հասկանում եք, որովհետև ես էլ եմ միանում պարոն Հակոբյանի այդ դատապարտմանը ու ինքս էլ տենց մենք մի կուսակցություն ենք, որը առնվազն ինքնահայեցում ունի ու այդ ինքնահայեցման տեսանկյունից մենք ինքներս նաև լավ չենք վերաբերվում տեղի ունեցած շատ վատ միջադեպերին։ Ինչևէ, ես հիմա իմ հարցը, մյուս հարցս որն է։ Կարա աշխարհում որևիցե մի պաշտոն կամ որևիցե մի հանգամանք ձեզ զսպի, որպեսզի դուք օրինակ դատապարտելի համարեք 7-8 տարեկան տղա երեխային Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյայի գլուխ կտրել սովորեցնելուն դրդած արժեհամակարգը։ Կա տենց պաշտոն, կա տենց սահմանադրական արգելք, որը կարա մարդուն արգելի, դատապարտելի համարել այն գաղափարախոսությունը, որը հանգեցնում է, որ ինչ-որ մի հայր իր 7-8 տարեկան տղային սովորացնի, ավարտում սովորացնի։ Եթե ես այդ պահին այդ անձնավորության կողքին լինեի եւ լսեի, եւ իմ կողքը լիներ ոստիկան, ես ոստիկանությանը կհանձնեի նման խուլիգանական կոչ անողներին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։